Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շուկայական գնից էժան առանձնատուն է ձեռք բերել Կոտայքի մարզում։ Հետքի այս հրապարակումը քննարկումների պատճառ էր դարձել, իսկ պատգամավորը փորձել էր հերքել տեղեկությունը։ Ուսումնասիրենք Հայկ Կոնջորյանի եւ նրա կնոջ Շուշան Ալեքսանյանի ունեցվածքն ու տեսնենք, թե ինչպես է փոխվել նրանց ունեցվածքը մեկ տարում։ Ներկայացրած վերջին հայտարարագրով ամուսիններն ունեն մեկ բնակարան Նոր Նորքում, 2024-ին ձեռք բերած անշարժ գույք Աբովյան քաղաքում։ Հայկ Կոնջորյանն ունի 2017 թվականի արտադրության Toyota Magnich ավտոմեքենա մոտ 1,4 միլիոն դրամ բանկային հաշվին, եւս 4 միլիոն դրամ կանխիկ։ Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է 10 միլիոն 162 հազար դրամ աշխատավարձ ազգային ժողովից։ Պատգամավորի կինը հայտարարագրել է մոտ 3 միլիոն դրամ Հայաստանի տարբեր բանկերում, եւս 7,5 միլիոն դրամ կանխիկ գումար։ Ի դեպ նրա հայտարարագրած կանխիկ գումարը մեկ տարում աճել է 3 միլիոն դրամով, պատգամավորի կանխիկ գումարը 1 միլիոն դրամով։ Շուշան Ալեքսանյանը 65 միլիոն 584 հազար դրամ վարկ ունի, առանձնատունն ու բնակարանը ձեռք են բերել հիպոթեկով։